Ես չունեմ, չէ՞ նկատող, ցուցակ կա, դատախազը իշվա չունեմ։ Երրորդ նկատողությունից հետո դատարանի հայցությամբ կարող է Ես նկատողությունների ցուցակում ուզում ասում չունեմ։ Չեմ հիշում, պարոն Պողոսյան, եթե արժություն կա նիստի Բաժան դատարան, լավ, ինչ տեղի ունեցավ այս դատական նիստին, սկսեցին Պարոն Արտևանյան, մի խոսեք տեղից։ Մի խոսեք տեղից, դատարանը ընդամենը դատական նիստի նախորդիվ պարոն Պողոսյան դատարաներողությունը խնդրում ընդհատելու համար նախորդիվ չկայացած, կայացած դատական նիստերի վերաբերյալ դատարանը ընդամենը արձանագրում եւ հայտարարություն արեց, որը արվում է նաեւ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ եւս այլ դատական նիստերով, որոնք ձգձգվում են։ Որոշակի դատական նիստ, եթե չի կայանում, դատարանը արձանագրում է ինչ պատճառաբանությամբ։ Դուք դրա տակ որոշակի ենթատեքստեր, քաղաքական հայտարարություններ, ձեր խոսքն եմ ասում, մեջ բերեցիք, Չեմ էլ մեջ բերել, ասեցի անարշար տեսան։ Փորձեցիք այլ երանք հավատել դատարանի գործողություններին։ Ինչ էր մնում դատարանի, կարգի երախել դատավարության մասնակիցներ։ Իդեպ երեք չփոխանցեցի, կասկածը, ռիսկը դուք էլ արձագանքը տվեցիք։ Իմ կարծիքով արձագանքը ձեր կարևոր էր, այդ թվում կարևոր էր նաև թե իմ թե գործընկերներիս արձագանքը։ Իսկ այս պահին բացահայտ է պատվարժան դատարան, ոչ թե ձեր գործողությունների վերաբերյալ։ Այլ նախագահը հարցադրում բարձրացրեց, ասեց իսկ այս սանկցիաները նկատողություն եւ այլ վաղեմության ժամկետ ունենում են թե չէ, ասեցի կարող է իրավական գնահատականի փոփոխման հարց լինի, ինչ որ իմաստով անալոգիա անելով այն ամենին, ինչ վերջին շրջանում դատախազության կողմից նախաձեռնվում է։ Այլ բան դատարանի գործողությունների կապված չկար։ Սանկցիան վաղեմության ժամկետ ունենում է թե չէ։ Դրա մասին ես հասցրել, Դուք որ ասեցիք, հիմա իրականում հետաքրքիր իրավական հարց կանի, բայց հիմա դրանով լիստը չենք ցանկանա ծանրաբեռնել, իսկ այդպես հետաքրքիր հարց։ Չգիտեմ, պարոն Պողոսյան։ բաժան դատարան այս նիստը ավարտվի, դուք եք մի հատ հետահայաց նայեք ինչ տեղի ունեցավ ու ինչի էր պաշտպանական կողմի տպավորությունները այնպիսին, ինչպիսին որ հաղորդեցին։ Եկան պարոն Հովհաննիսյանը բերեց վերադրանքները, ես ինքս օգնեցի, բերեցի, վերադրանքները, որը ես շարեցի։ Դատարանի կողմից հայտարարությունը արդյոք առարկայազուրկ չլինի, այսինքն իմաստունի իրավական առումով հրապարակելը, որովհետեւ համաձայն չի դրա հետ, այսինքն աշխատանքների գործեր։ Ու ինչ որ մի պահի իմ մոտ տպավորություն ստեղծվեց, մեր բոլորի մոտ տպավորություն ստեղծվեց, որ դրսում ինչ որ իրադարձություններ են տեղի ունեցել։ Որի պատճառով դատարանը ինչ որ պարզաբանումներ է տալի, ոչ թե դատավարության մասնակիցներին, այլ հանրային կերպով։ Այն խնդիրները, որոնք որ դուք բարձրաձայնում եք այս պահի պետությամբ, աշխատելաժամանակի, օրերի եւ այլն, դուք ինքներդ եք ականատես եղել, որ աշխատանքային կարգով քննարկել ենք, այդ խնդիրները լուծումներ ենք տվել։ Այդ թվում նաև այն ինչը որ դուք բարձրաձայնում եք, ես համոզված եմ, եթե չլիներ ձեր հայտարարությունը, այսքան դատական նիստ է եղել եւ այլն, այդ խնդիրները իրենց լուծումները կստանային նենց, ոնցով մինչև այս պահը ստացել եք։ Այդտեղից է գալիս մեր համոզմունքը, որ կա շրջաբերական, որ կա ինչ-որ պլան դրած, որտեղ տարբեր ասպարազներում մարդիկ խոսում են, մենք գալիս ենք այս դատական ազգային ժողովում խոսում են այս գործից, ողջամիտ քննության նիստից գալիս ենք հաջորդ նիստին դատարանի թազնա բարձրացնում։ Ինչը փոխվեց, որ նախորդ շրջաբերականից այդ հատվածը կարող են փոխանցել։ Ես գիտեմ ինչի մասին։ 270 ես այդ մեկ հոդված է ավելանալու։ Բացահայտեցիք դա։ Բայց նաև դրա հետ տեքստային ավելանալու։ Դրա հետ ինչ որ մի հատ չգիտեմ, կարող է վիճարկի սահման։ Դերասանական ինչ որ երեխաներին հավաքել էին ազգային ժողովում, այս գործի մասին ինչ որ ելույթներ էին ունենում, ողջամիտ ժամկետ եւ այլն։ Ու դրանից հետո մենք գալիս ենք, այդ նույն բանը դուք եք իրականացնում։ Մենք ոնց կարող ենք դա չդիտարկենք, այդ ամեն ինչի ուղեկցի մեջ։ Պրոբլեմը դեռ է։ Դուք բարձրացնում եք աշխատանքային խնդիր։ Այդ աշխատանքային խնդիրը բարձրացնում եք այն ժամանակ, երբ որ տարբեր շրջանակներից, տարբեր ամբիոններից, այս դատական նիստերի դուրս խոսում են այդ հանգամանքի մասին։ Ուրեմն տպավորությունն այն է, որ դուք փորձում եք արդարանալ այդ հարցի շուրջ։
որ ուզում եք ցույց տալ, այ տեսեք, դատական նիստերը չեն եղել, քննարկվել է հարց, ինչի դատական նիստերը այսքան ձգձգվում է եղել, որտեղ պաշտպանները եղել են արձակուրդում, որտեղ մենք շաբաթ ամիսը 2 նիստ ենք նշանակում, պարոն Գևորգյանը գործող մանն է եղել։ Ինչ որ արդարացման էլեմենտներ ենք տեսնում ձեր խոսքում։ Ու մենք չենք կարողանում դրա մասին չխոսանք ու չբարձրաձայնենք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, այս ամբողջ հիմա որելի հետահայացնենք, ողջամիտ էր այսօրվա դատական նիստը։ Մենք կարող էինք 5 րոպեում քննարկեցինք աշխատանքային ֆորմատը ոնց է լինելու, դատանը ընդգծեց, ասեց, չեմ կարծում, որ թարգմանությունները պատրաստ լինեն մինչև մյուսի երկուշաբթի, փորձենք հասկանանք ինչ ա լինելու, նիստը ունենք համաձայնեցվանք, հավատենք գնայինք։ Դրանից հետո մենք կարող ենք դատական նիստերը, եթե մենք հաշվետվողականություն չենք տալիս այս դահլիճից դուրս ինչ-որ մեկին, դատական նիստերի քանակի եւ այլն մասին, մենք աշխատանքային կարգով բոլոր մասնակիցներով որոշենք այդ օրերը։ Բայց չէ, դուք հակառակ ուղղությամբ գնացիք, դուք գնացիք այն ուղղությամբ, որ դուք եք որոշում որոշակի օրերի պարբերականություն, ինչը առաջ բերեց պաշտպանական կողմի ֆորմալի փոփոխության հետ կապված ընդգծում է, այդ բարձրացայինվեց, հիմա տպավորությունը այն է, որ դուք, որը ուզում եք արագ իրականացնել, բայց չի ստացվում, գիտեք, պաշտպանները հարմար չի եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչպես միշտ ես երկում ես վերջինս ինչքան ժամանակներում ձևը գերազանցեց բովանդակությամբ, էությամբ։ Մենք իրականում հիմա այս ինչը որ քննարկում ենք էությանը մի քայլ չենք մոտեցել։ Էությանը կմոտենայինք այն պարագայում, երբ որ այս հարցերը այս ֆորմատով քննարկման առարկա չդառնի։ Այդ ամբողջ պրոբլեմը պատվարժան է դրան։ Մենք այս դահլիճից դուրս որևէ մեկին որևէ բան ապացուցելու, արդարանալու, չգիտեմ, հիմնավորելու որևէ անհրաժեշտություն չունենք։ Երբ որ դատարանը նմանատիպ արտահայտություններ անում, մեր մոտ առաջա գալիս այդ հարցերը։ Ինչի առաջացավ դատարանի մոտ այդ անհրաժեշտությունը արդարանալու, հաշվետվողականություն տալու, նկարագրելու իրավիճակը։